Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է, սրված ծրագիրն է։ Բռնազավթված Արցախ Շենշենին լռեցված վիշտը հունցա Բաքվում ոչնչացնում հայկական շենը, համայնքը լեզվապատմական ու սոցիալական նշանակություն ունեցող կառույց, քննարկում Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունը, պաշտոնական այց, հնարավոր ներկայություն ու պատմական վարկած հայկական հետքը Եգիպտոս, Վատիկանը ադրբեջանական քարոզչության սպասարկում, գիտնականների մտահոգիչ լռության մասին խոսում է Մհեր Հարությունյանը, կազմակերպված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն, Հայրի դեմ իրականացված ցեղասպանության ականատես վավերագրողներին թողած արժեքավոր ժառանգությունը ներկայացվելու է ՀՑԹ-ում։ Ավելի քան 55,000 այցելուն Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ բացառիկ ցուցահանդեսին։ Բաքուն ժամանակավորապես բռնազավթված Արցախում վարում է պետական մակարդակական մշակութային ճնջման ծրագիր, վերին հերթական զոհն է Մարտունաշրջանի Սարգսաշեն շենը։ Արբանյական լուսանկարներն ապացուցվում է շենը լրիվ ավերվալա յուրանտներով, հայատներով։ Սա մի մասը լայնածավալ ռազմավարության վերի նպատակը ոչ միայն հայերի ֆիզիկական դուսմղումն է, այլ նաև մշակութային, պատմական ու քաղաքակրթական ժառանգության իսպառ ճնջումը։ Արցախը մխլլա շեներ, Քարինտակ, Մոխրենես, Մարիամաձոր, Թաղոտ, Արաքել, Զորագյուղ, Տրալն մշակութային ցեղասպանության թիրախ, այլևս կասկած չկա։ Արցախում տեղի ունեցող 21-րդ դարի ամենամեծ մշակութային հանցագործությունները մինն է, վերի միջազգային հանրությունը պարտավոր է գործձևավ արձագանքել։ Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում տեղի ունեցավ հանդիպում, վերին արցախահայերը քննարկան համայնքին դերը լեզվամշակութային, պատմական ու սոցիալական համատեքստերում։ Քննարկումը վարել Նելի Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը շեշտելով համայնքի կարևորությունը որպես ինքնակառավարման ու մշակութային ինքնության պահպանման հենք, մասնակիցներն անդրադարձան պատմական համայնքներին ու դրանց վերակազմակերպման հնարավորություններին թայզապայմաններում։ Վերջում արցախցիներն ստացան Արևմտյան Հայաստանը պասպորտ որպես միասնականության խորհրդանիշ։ Պաշտոնական այցով կահիրիայքեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին հետ ունեցած բանակցություններին վաղտը երկու երկրների ղեկավարներն ընդգծալն միմյանց նկատմամբ հարգանքն պատրաստակամությունը խորացնել երկկողմ հարաբերություններ։ Մակրոնին այցը Եգիպտոս հնարավորություն է տալիս նաև վերստին անդրադառնալ իր երկրի հայկական համայնքին վերոնե դարավոր ներկայություն ու մշակութային հարուստ ժառանգություն։ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին Կահիրեի նշանավոր պատմական շուկաներից մինումը Խանխալելիում Մակրոնի հետ այցելության վաղտը անդրադարձալ է Եգիպտոս հայերի ներկայություն։ Նահանգ Եգիպտոսում բնակվում է շուրջ 6000 հայ, հիմնականում Կահիրե ու Ալեքսանդրիա։ Հայերին գաղթեբիդա Եգիպտոսում ընդունված է բաժանել երկու պատմական փուլի, մինչև հայերի դեմ իրականացված ցեղասպանություն ու հետո։ Պատմության թելերը ցիկվում են շատ ավելի հեռուն։ Վերջին տասնամյակներում որոշ պատմաբաններ սկսան ուսումնասիրել են Նեֆերտիտի թագուհու հայկական ծագման վարկածը։ Նեֆերտիտին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիները մին ապրալա մեր թվարկությունից առաջ 14-րդ դարում ու իրալա փարավոն Աքենաթոնին կնեգնա Թութանհամոնին խորթ մաման։ Թեև պաշտոնապես իրան ծագման հարցում միանշանակություն չկա, մի քանի աղբյուրներ ենթադրում են, որ Նեֆերտիտին Կարեինի Միթանյան արքունիքը այն ժամանակավոր հզոր մի թագավորություններից վերին արմատեն տարածված են հայկական լեռնաշխարհին տարածքում։ Մի քանի հեղինակներ դաժե համեմատում են Նեֆերտիտին պատկերագրությունը հայկական գեղագիտական հատկանիշների հետ նշելով դիմագծերի նմանությունն են։ Այս համադրությունը վկայում է, որ հայ ազգի մշակութային ժառանգությունը քաղաքակրթական ներդրումը շատ ավելի խորը ու լայն են, քան կարելի թվա Պերվի հայացքից, ու Եգիպտոսը որպես քաղաքակրթությունների խաշմերուկ շարունակում մնալ է այն վայրը, շտեղ հնչում է նաև հայի պատմական ձայնը։ Կաճար գիտական կենտրոնի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Մհեր Հարությունյանը իրան ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել Վատիկանում տեղ ունեցած վերջին զարգացումների կապակցությունով։ Իրան գրառման համաձայն Վատիկանը հարթակ է տրամադրել ադրբեջանցի ագրեսորներին իրականացնել իրենց էքսպանսիոնիստական քարոզչությունը, ինչը վտանգավոր նախադեպ է ու անթույլատրելի հայ ժողովրդի ու պատմության հանդեպ։ Հետաքրքիր է, որևէ հայ գիտնական պահանջալը Արևելյան Հայաստան Հանրապետության կառավարությունը պաշտոնական բողոք հայտնել Վատիկանին ադրբեջանցուց դի հարթակ տրամադրելի հետի։ Այս լռությունը ցավոք խոսուն է, գիրել է պարոն Մհեր Հարությունյանը։ Գարեգին Նժդեհ արձանին կողքին կազմակերպվալա ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն։ Նկարներում պատկերված են Արևմտյան Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն են։ Ցուցատախտակին կցված են քարտեզներ, վերին երանգ հեցողներն սկրեպներով կարիննշին են քաղաքներ շտաղան գաղթալն իրանց նախնին են։ Իրազեկման ակցիան շարունակվել է նաև էգյուց ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդող շաբաթ ու կիրակի օրերին ապրիլի 19-ին, 20-ին։
Ապրիլի 23-ին ժամը 3-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան ինստիտուտումը տեղի ունենալու փաստագրելով հանցագործությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության ականատես վավերագրողն խորագրավ ժամանակավոր ցուցադրության բացումը նվիրված հայերի դեմ իրականացված ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը ներկայացված է նաև թորք վավերագրողն է, վեր իրանց հուշագրություններում ժամանակի մամուլում նաև դատական գործընթացները փաստագրալն հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը, հայերի դեմ իրականացված ցեղասպանության ականատես վավերագրողներին թողած արժեքավոր հարուստ ժառանգությունը, վերում արձանագրված հայերի դեմ իրականացված ցեղասպանության սարսափն են, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունի որպես Օսմանյան կայսրությունը մարդկության ու քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություն է։ Դրանք նաև վկայություն են իր ուղղությամբ վեր աշխարհը քաջատեղյակ այլել հայերի դեմ կատարվող հանցագործությանը։ Հարավիրված մամուլի ասուլիսին վաղտը Արևելյան Հայաստանապատմության թանգարանին տնօրեն Դավիթ Պողոսյանը ասալավեր 6 ամսում Հայաստանապատմության թանգարանը քեցալ 55,837 մարդ Մայր Աստվածություն Անահիտա Մարիամ բացառիկ միջազգային ցուցահանդեսը տեսնալի հետի վերի շրջանակներում Հայաստանում Պերվիդոնումը ցուցադրվալա Անահիտ Աստվածուհու հայտնի բրոնզե արձանին գլուխն անցերքը վեր պահպանվում են հեղինակավոր բրիտանական թանգարանում։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքան ենք նախատեսալ, շնորհակալություն ուշադրության հետ, պնդկացիք։